Բարև ձեզ, CDK-ի եթերում այսօր զրուցելու ենք Տեր Սահակ Քանայի հետ, բարև ձեզ Տեր Սահակ, զրուցելու ենք այն մասին, թե ինչ է կատարվում իշխանություն եւ եկեղեցու հոգեվորականներ հարաբերություններում, ինչպես գիտեք քրեական գործեր, կան հարուցված կալանավորված անձինք կան տասնյակից ավելի, որի ղեկավարները քրեական գործով մեղադրանքների մասով ասվում է, որ առաջնորդում էին այդ ահաբեկչական, այդ չգիտեմ իշխանությունները զավթելուն ուղղված գործողությունները բարձրաստիճան հոգեվորականներ Բագրատ Գալստանյանը եւ նաեւ նրան մեղադրանքի առաջադրվել նաեւ Շիրակի arczepiskopos Աջապայանին, ինչպես կմեկնաբանեք Տեր Սահակ այս իրադարձությունները, որ եկեղեցին է, հա, ներքաշվել այսպես իրադարձությունների մեջ, որոնք թվում է թե եկեղեցուց պետք է կիլոմետրերով հեռու լինեն եւ հակառակ իրենք քրիստոնեաբար սիրով պետք է մոտենան հարցերին։ Բարև ձեզ, եւ առաջ ես կուզեմ անդրադառնալ, որ եկեղեցին չէ այլ մի շարք տականքներ, որոնք կրում են այսօր այդ զգեստը, որը ես եմ կրում, քրեական այս դասի կարկառուն ներկայացուցիչները Հանձինս Կտրիչ Ներսիսյանի եւ մի խումբ ավազակների, որոնք այսօր հոգեվորական ես չեմ կարող իրենց անվանել եւ դուք շատ սխալ ասեցիք, ինչ arczepiskopos է, նա հաբեկի չի կարող arczepiskopos լինել, նա շարքային ստահակ է եւ տականք է, պետական հանցագործ, որը պետք է դատվի։ Այն բանը, որ տեղի է ունենում այսօր, սա բնականաբար կուլմինացիա է այն բոլոր տարիների, որը որ եթե նախկինում Կտրիչը եւ ավազակները ստորակար ծառայություններ մատուցել են բռնապետությանը, որը Հայաստանը փաստորեն խեղվել է 99 թվականի հոկտեմբերի 27-ից, դարձել է կատարյալ ահավոր մի պետություն։ Չեմ կարող ասել, որ հիմնադրման օրվանից մի ինչ-որ մի բան էր, որովհետև ծուռ կառուցված երկիր է, ես համարում եմ, որ այս բոլոր չարիքների արմատը Լևոն Տեր-Պետրոսյանն է, իցավ սիրտ պիտի դա արձանագրեմ, որովհետև ես ընդունել եմ եւ հավանել եմ այս մարդուն, բայց տեսա իր գործունեությունը իբրև պետականի նկատի ունեմ գործիչ հավանել եմ, բայց տեսա, որ ինքը նմանապես ուրեմն այս չարագործների հետ մեկ բանի մեջ, մեկ ուպրյաշկի մեջ է։ Ինչ վերաբերվում է այսօր նրանք պայքարում են իշխանությունը բռնազավթելու ամեն գնով։ Ես դրան անդրադարձել եմ բազմիցս, իմ եթերների ժամանակ, եթե հետևել եք իմ Facebook-յան էջին, ես պայքարել եմ Կտրիչի դեմ, դեռ երբ որ ինքը կաթողիկոս չէր, ես իրան ճանաչում եմ ուղղակի 86 թվականից։ Գիտեք իր մականունը ինչ էր ուսանողական տարիներին, երբ որ ուսանող էր բաց։ Սատանա է մականունը։ Դա ամեն ինչ ասում է այդ անձի մասին, նա հոգևորական չի։ Նա 5 դասարան է ավարտել։ Դու գիտեք, որ այս փաստը պիտի դերեն։ Տեր Սահակ, հիմա քանի որ ինչպես գիտենք դուք կարկալույց եղած եք եկեղեցիով եւ հենց Կտրիչ Ներսիսյանն է ձեզ կարկալույց արել, հիմա շատերը կասեն, որ դուք անձնական վատ հարաբերություններ ունեք, անձնական թշնաման կարելի ասել ունեք Կտրիչ Ներսիսյանի հետ։ Ոչ, ես խոսել եմ, ես կարկալույց եղած չեմ, նախ կարկալույց եղած չեմ օրինական ճանապարհով, կարկալույց եղած ընդհանրապես հասկացողություն եկեղեցում չկա, սա առանձին թեմա է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Ես Գարեգին առաջին երջանկայիշատակ հոգելույս Վեապար Հայրապետի սանն եմ իր օրհնությամբ ձեռնադրվել եմ որպես ամուսնացյալ քահանա 95 թվականին, Կտրիչ ինձ հետ ոչ մի աղերս չունի։ Նա ապօրինաբար իր տնական որոշումն է դա, թող փաթաթի իր վզին, ոչ ժողով է եղել, ոչ կոնդակ է եղել, ոչինչ չի եղել, թող փաստեր բերի ապացույցի հանցանքը, նոր տեսնանք ինչ է ասում։ Ինչ վերաբերվում է, որ ես հիմա եմ խոսում, ես հիմա չեմ խոսել, ես խոսել եմ, երբ որ ինքը կաթողիկոս չէր, ես իրան 86 թվականից ասում եմ ճանաչում եմ, ես պայքարել եմ իր կաթողիկոս լինելու համար, համար թե դեմ 95 թվականից ես պայքար եմ տանում եւ 99-ին էլ պայքարել եմ իր դեմ, միշտ իր դեմ եմ եղել, երբեք չեմ ընդունել իրան որպես հոգեվորական, միշտ ասել եմ նա սրիկա է բացահայտ եւ այն ինչ որ նա կատարում է այսօր, նա հաբեկիչ է։ Պատրաստ են իշխանությունը զավթելու, քանի որ կորցրել են վերահսկողությունը հանրապետության բոլոր բարիքների տնօրինելու, ժողովրդին ստրկացնելու այս բոլոր բաները իրենց ձեռքից գնացել են 18 թվականից հետո։ Ինքը այսօր տեսել է, որ նաև փաստորեն Նիկոլ Փաշինյանը որպես հավատավոր մի ընտրյալ կարող եմ ասել զավակ այս եկեղեցու հետևորդ
նա թիրախավորել է կտրիչին, նա չի թիրախավորել եկեղեցին, սա գիտեք ուզում են նորից ժողովրդին մոլորության մեջ հերթական անգամ գցել, որտեղ չեն կարող նույնացնել եկեղեցին եւ եկեղեցականներին։ Եկեղեցին դա Քրիստոսի խորհրդական մարմինն է, բազմիցս եմ դրա մասին խոսել։ Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, կտրիչը չէ։ Թիրախավորել է Փաշինյանը տականքներին, ես էլ եմ թիրախավորել իրենից առաջ, եւ քրեական գործերից խոսեցիք, ուրեմն իմ դիմումների համաձայն այսօրվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված, որի գլխավոր ֆիգուրանտներից մեկը Կտրիչ Ներսիսյանն է։ Թղթերը իմ մոտ են, իրազեկված են պատկան մարմիններից ես անձամբ, եւ Բագրատ Գալստանյանի եւ մյուս այդ տականքի այդ Միքայել Աջապահյանի, ավելի ճիշտ ես իրանց Բագրատ ու Միքայելը չեմ դիմելու, Վազգեն Գալստանյան եւ Գևորգ ուրեմն Աջապահյան, նրանց հետ քրեական գործը հարուցվել է այս ահաբեկչության փաստորեն պատճառով, իսկ ես 1.5 տարի առաջ իրենց վրա եմ տվել եւ զգուշացրել եմ պետությանը, որ այս բանը սպասվում է։ Փաստորեն ինձ չեն լսել այն ժամանակ, ջրել են իմ բոլոր դիմումները այն ժամանակ 1.5 տարի առաջ։ Այսօր բախվել են այդ խնդրի հետ։ Ես շատ լավ գիտեմ այս մարդու ձեռագիրը։ Տեր Սահակ, եկեղեցին ինչու է ներքաշվում այս քաղաքական իրավիճակների մեջ եւ մի բան ավելի անցնելով քաղաքական process-ներից էլ անդին անցնելով արդեն անօրինական մեթոդների փորձում է ահաբեկչություններով իշխանությունը զավթելու ճանապարհով հեռացնել այս իշխանություններին եւ այդ ճանապարհն ընտրել։ Ինչու, ինչն է պատճառը։ Քանի որ գահը սասանվում է։ Քանի որ ինքը զգում է, որ այլևս ինքը ոչ մի անելիք չունի, խաբել է այդքան տարի մարդկանց, ասել է, որ ինքը կուսակրոն է, ուխտը դրժել է, ոչ մենակ կուսակրոնության, նաև խախտել է աղքատության ուխտը եւ խախտել է եկեղեցական կանոնները բազում։ Ես փաստեր եմ ներկայացրել, որ երկու պատրիարք այժմ հանգուցյալ, իր ձեռքով են իհարկե հանգուցյալ։ Ես դա էլ պիտի բացահայտեմ, որ նա սմարտասպան է նաև, պատվիրում է սպանություններ, թունավորումներ, այդ բանով էլ է բացված քրեական գործը։ Մասնավորապես կաթողիկոսական տեղապահ եւ երկար տարիների դիվանապետ արժանավոր եւ մեծ ատառով հոգեվորականներից մեր եկեղեցու նորա, այսպես ասած, նոր շրջանի պատմության Ներսես arczepiskopos Պոզաբալյանի սպանությունն էլ նա է պատվիրել եւ այս մասին մենք հաղորդում ենք։ Հիմա մեր կապանոց չի հնչում ձեր հայտարարությունները։ Ոչ, ես բոլորը փաստերն ունեմ, բանը խնդրեմ, թող գնան ներկայացնեն այդ բոլոր դեպքերի զարգացումները ինչ որ եղել են, ում համար որ դիմել ենք մեզ, այս բոլոր գործերը կան այսօր։ Գործերը կան եւ պատկան մարմիններ։ Ինչ փաստեր եք ներկայացնում, ինչ փաստեր ունեք Տեր Սահակ։ Բազմաթիվ փաստեր են ներկայացված, ոչ մենակ ես ունենք վկաներ, կոնկրետ ազգականներ մնացած են, ես չեմ կարող հիմա իրենց անունները տալ, որոնք կարող են գալ ցուցմուկ տալ պատկան մարմինների մեջ։ Եվ դուք ասացիք գահը սասանվում է դրա համար են այս մեթոդների դիմում։ Ինչ նկատի ունեք գահը սասանվել ասելով։ Կներեք, նախկինում սերտ աճած էր եկեղեցու այդ վերնախավի եւ ավազակապետության այս կարկառուն ռոբասերժական մաֆիայի փաստորեն գործնեությունը նրանք միասին էին գործում։ Քրեոլիգարխիան, կրիմինալը, թաղի խուժանը, նրանք բոլորը Գարեգին Բ Սատանայի, ինչպես որ այսօր իրեն լավ դակել է իր անունով աշխարհի Կտրիչ Ներսիսյանը, նա նրանց հետ գործում էր այս ամբողջ շրջանում։ Երբեք հայ ժողովրդի կողքին չի, ամենայն հայոց չի եղել։ Եղել է սատանեքի, եղել է այսպես ասած այս հասարակության ամենաանփարոյական մի խավի հետ, որը որ մերժվածներ են։ Նրանք դասված են ազգի ամբողջ ազգի կողմից որպես մերժվածներ, դրանց կաթողիկոս կարող է լինել, թող մանկապարտեզում միացենք բանանի, արենդաբերցնի, անդեղ խաղանի, իրենց կաթողիկոսը թող լինի։ Այսօր գահը սասանվում է, դիմել է նույնիսկ ահաբեկչության, ինքը կարգադրում է ոչ ավել ոչ պակաս քաղաքացիական պատերազմ կազմակերպել։ Տեր Սահակ, դուք ներսից եմ իմանում, հասկանում եք։ Կտրիչ Ներսիսյանի անուն է, բայց ինչպես գիտենք նաև քրեական կողմից ինչ որ հասանելի է նախաքննական գաղտնիքները հանած ինչ որ հրապարակում է քննչական կոմիտեն, գլխավորողը այս ահաբեկչական գործողությունների եղել է Վազգեն Գալստանյանն է, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը։ Վազգեն Գալստանյանը այսբերգի երևացող մասն է։ Եթե հիշում եք, ինքը հրապարակի մեջ լրագրողների բազմությամբ
վկայակոչեց, որ մենք ոչինչ չենք անում առանց վեհապար հայրապետի օրհնությամբ եւ իմացությամբ։ Ուրեմն հետեւաբար ու ինքներդ արդեն մեր հանրությունը թող եզրակացություններ ինքը հանգի այս եզրակացություններ ինքը թողանի այդ եզրակացությունները մեր ժողովուրդը բանական ժողովուրդ է ես հավատում եմ նրա բանականությանը եւ պիտի զանազանեն Կտրիչ Ներսիսյանը առանց իր թույլտվությամբ հավաքարար եկեղեցու մեջ չի կարող որևէ մի թեմի առաջնորդ փոխել կամ նշանակել ինչի մասին է խոսքը ինչպես փողոցում հայտնվեց ինչպես գնաց սառեցվեց ինչպես գնաց փողոցների մեջ տարբեր շարժումների պատրվակով անկարգություններ քաղաքացիական փաստորեն ինքը զանգվածային անկարգություններ հրահրեց հիշում եք որ խորհրդարանի վրա նախոտաբանարը այո ով է այս արել Բագրատը ինքնագլուխ չէ Բագրատը ինքը չէր կարող գնալ եւ ես դուք իմ խոսքը կտրեցիք ուրեմն ինքը ուզում էր գար հրապարակ անձամբ հիշում եք առաջի են բազմամարդ որ հավաքը եղավ այո երբ հրաժարական պահանջեցին այո երբ որ մենք հայտարարել ենք որ բոլոր կայքալուց եղած անօրինական հոգեվորականները հավաքվելու են իրենից այնտեղից հաշիվ պահանջենք նա վախեցավ նա շատ վախկոտ մարդ է ես իր բնավորությունը 5 մատի պես գիտեմ նա սրիկա է ուղակի որը թաքնվում է Ռուսաստանի այսպես ասած հովանավորների յուբկուտակ է մտել եթե Կրեմլի հետ ինքը հարաբերություններ չունենա ստորակարշ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալը չլներ ինքը արդեն մեռած կլներ ինֆարկտը կխփեր իրեն այդքան վախկոտ է ես իմ բնավորությունը հերթական ծանր մեղադրանքը ներկայացրեցիք դեր սա ես իմ բոլոր մեղադրանքների համար թող դատարան դիմի խնդրեմ հասցեն ես մենադում եք որ ինքը KGB-ի գործակալ է ճիշտ հասկացա այո KGB-ն է գործակալ ես քանի անգամ իրեն ձեռնոց եմ նետել եւ իմ եթերներից տարիներ շարունակ իրեն ասում եմ սրիկա այ հիմա էլ եմ ձեր եթերից ասում սրիկա դիմիր ինչի՞ չես դիմում որովհետեւ վախենալու ես այնտեղ կոչնչանաս որպես կեղտոտ մարդ արդեն ես որևէ փաստական տվյալներ ունեք ձեր խոսքերն ապացուցող ամենը իր գործնեությունը փաստական խոսք է եթե նույնիսկ բացեն հաշվապահությունը իր խարդախությունները դա պետք է պատկան մարմինները բացեն ես իրավունք լիազորություններ չունեմ գնալու ստուգում իրականացնելու եթե ես բացեմ դուք թալանի մասշտաբը կտեսնաք խարդախությունների այդ կոռուպցիայի մասին որ այդքան խոսում եք աշխարհական այս մարդկանց մասին Ռոբերտը եւ Սերժը սուրբեր են իր համեմատ Գուցե թալանի մասով ինչ որտեղ տրամաբանական հնչի եւ ապացույցներ գտնվեն, բայց KGB-ի գործակալ լինելու մեղադրանքը շատ ավելի լուրջ է ու անապացուցելի է ստեյությամբ։ Գերմանիայում կան արխիվներում այդ փաստերը, որ ինքը արտաքսվել է, դեպորտ են արել այդ մարդուն եւ եկել է Մոսկվա։ Դրա մասին նաև կարող է վկայակոչել Տիրան arczepiskopos Գյուրեղյանը, որը այն ժամանակ 79 թվականին վարդապետ էր Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում, այդ Վագանկովսկայա գերեզմանի տարածքում որ կա։ Եվ եկել է իր մոտ, Վազգեն առաջին Պալչյանը, ամենայն հայոց երջանկայի շատակ կաթողիկոսը, ուզում էր դրան դուրս հանել եկեղեցուց այս խայտարակության համար, բայց քանի որ Տիրան Սրբազանը եղբայրաբար շատ իրան մեղկացավ, ասեց գյուղի տղա է եւ Տիրան Սրբազանին շատ էր հավանում եւ հարգում Վազգեն Վեհապարը, ընթരാճ գնաց իր խնդրանքին եւ 79 թվականին սովետական շրջանում մենք ունենք շատ հոգեվորականներ, այդպես մտնոլորտը մի քիչ ուրիշ է, դուք լավ պետք է պատկերացնեք այն ժամանակը եւ հիմիկվա մեջ տարբերությունները ինչքան են։ Այդ բանի համար ինքը գնաց, այսպես ասած, ընթരാճ այդ խնդրանքին։ Այնտեղ էլ ամուսնացել է ծանոթացել է խաթուն ներեգություն Լոլայի հետ, որը ուսանել էր բժշկականում, ծանոթացել է այնտեղ, ամուսնացել է փաստորեն, ծնվել է այդ Անդրանիկ Զավակը խաթունը, որը նաև ուրիշ կանանցից էլ զավակներ ունի, բայց կոնկրետ այս փաստն եմ ուզում այսօր վկայակոչել։ Եվ այդ 79 թվականի արկածախնդրության արդյունքում է իր այդ ամուսնությունը, որովհետև արդեն իսկ հույս չուներ, որ պիտի ինքը որևէ պաշտոն ունենա եկեղեցում։ Տիրան Սրբազանն է հարթել իր ճանապարհը դեպի կաթողիկոսություն։ Դուք խոսեցիք Գերմանիայից արտաքսելու մասին, բայց FIP հետազոտություններ արել եւ գտել էր, որ 2017 թվականին Կտրիչ Ներսիսյանը գնացել է Գերմանիա, այցելել է, հանդիպել է երկրի նախագահի հետ Գերմանիայի,
Այսինքն եթե ինքը դեպորտի մեջ է, ինչպես է 2017-ին այցելել Ներողություն, շատ կներեք, նախ դեպորտը իր ժամանակահատված ունի, այն մասին, որ 17 թվականին նա եղել է, չի եղել, ես չեմ հայտարարել, ես չգիտեմ այս մասին, որ եղել է դրանից հետո թե ոչ։ Ես գիտեմ, որ ընդհանրապես իմիջայլոց հանդիպել եմ մի քանի անգամ, այն ժամանակ ողջ էր Գարեգին arczepiskoposi հետ, որը Գերմանիայի թեմի առաջնորդներ, հետո իրան պաշտոնան կարեց, դուրս գցեց։ Ծերանոցում էլ մերցրեցին Ստամբուլին մեջ, որտեղ ինքը պոլսեցի էր արմատներով, Գերմանիայի թեմի առաջնորդը։ Ինքը ինձ ասել է, որ չի եկել, երբեք չի եկել այստեղ։ Իրենից դա ես տեղեկացել եմ, իսկ ինչ վերաբերվում է այն, որ արխիվներում կա, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որտեղ ես բարեկամներ ունեմ Գերմանիայում եւ շատ լավ տեղյակ են այդ պատմությունից, դրանք հետաքրքրված են եղել միշտ հայկական համայնքի կյանքով, նրանք ազգությամբ գերմանացիներ են, բայց նրանք հետաքրքրված են եղել եւ այդ բանը գիտեն։ Եվ արխիվում այսօր այդ նյութերը, եթե այստեղից Հայաստանից պետական, պաշտոնական ինչ-որ մի պատվիրակություն գնա, կարող է հանել այդ արխիվից այդ փաստաթուղթը եւ հրապարակել հենց ձեր կայքից։ Դրա համար այս բան չի, զրպարտություն չի։ Ես ինչ որ ասում եմ իրականությունը, այսօր էլ նա ծառայում է եւ այսօր ծառայում է, գիտեք ինչի հաշվին։ Այսօր ծառայում է շատ պարզ։ Երբ որ ընտրվեց ճակերտավոր ընտրությամբ կաթողիկոս, ինքը գնացել է Սանկտ Պետերբուրգ 5 աստղանոց հյուրանոցում Լուիս Սիմոն Մանուկյանի հետ միասին զվարճանալու եւ Լուիս Սիմոն Մանուկյանը այժմ հանգուցյալ ուզեցել է նարկոտիկ օգտագործել, Գարեգինը ճարել էր եւ բռնվել են, ոստիկանությունը իրենց ձերբակալում տանում է Քաղմաս, այնտեղ նա սկսում է ուրեմն բացահայտել իր անձը, քանի որ Լուիս Սիմոնը ամերիկյան պասպորտն է հանում, նա հայկականը, ոստիկանը չի իմանում ինքը ով է, որտեղ նոր էր ընտրությունը եղել, մի քանի ամիս, շարքային ոստիկանը դա չգիտեր, անձը բացահայտում է, զանգում են FSB եւ այնտեղից հաստատում են։ Այն օրվանից իրեն նորից կանչում են եւ ասում են նայիր, հիմա այդ այսու մեր հետ ես ամեն ինչի մեջ եւ քանի որ դու միշտ էլ մեր գործակալն ես եղել եւ մեր ջրաղացին ջուրն ես լցրել միշտ էլ խորհրդային ուսանողական տարիներից դեռ վերբովկա է եղել, ինչի մասին է խոսքը։ Տեր Սահակ, այսինքն ձեր պնդմամբ այս հեղաշրջման փորձի, իշխանությունը բռնի մեթոդներով զավթելու փորձի, ահաբեկչության փորձի հետևում Ռուսաստանն է եւ Ռուսաստանի շահն է։ Գլխավոր ֆիգուրանտը այս ամենի դա Գարեգին Բեն է։ Սամվել Կարապետյանը իր հրավերով եւ իր խնդրանքով եկել է աջակցելու իր գահը, որպեսի անսասան մնա։ Եվ Ռուսաստանի շահը սպասարկող տականքը միայն կարող է 18 թվականից հետո, երբ որ մերժվել են հորրի բարքերը, շարունակաբար թիրախավորել կառավարությունը, իրենց աշխատանքները անտեսելով, չէ՞ որ այսօր փոփոխություններ կան դեպի դրականը, տնտեսական բնակավարում ես նախ եւ առաջ նկատի ունեմ։ Այո, գաղթ մթնոլորտը երկրում չի ցրվել։ Պետությունը դեռ չի կայացել, հենց դրա համար, որ եկեղեցին է անմաքուր, ես դրա մասին միշտ խոսել եմ եւ շեշտադրումը դրել եմ, մինչեւ հոգեվոր Հայաստան չձեռք բերենք, այն է, որ պետք է նա լինի պետականամետ, որ հոգեվորականությունը պետք է ազգային մտածելակերպով առաջնորդվի եւ պետական մտածելակերպ ունենա։ Բարձրաստիճան հոգեվորականը չի կարող խաղալիք դարձնել կուսակրոնության եւ աղքատության ուխտը դրժելով խափեփայությամբ հասարակությունը դնել ամեն անգամ մոլորության մեջ։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ արժեքազրկվել է ամենը, բարոյազրկվել է ամենը։ Եվ այս եկեղեցու մեջ հավատքը ոնց կարող է քարոզվել, ծիծաղելի է նույնիսկ խոսել այն մասին։ Երբ որ ձեզ խափում են մարդիկ, վեհարը դրել են գլխին եւ պոռնիկներ են ուղակի։ Մարմնավաճառ աղջիկները ավելի արդար են, իրենք ուխտ չեն արել։ Նրանք զբաղվում են այդ անվայել գործով, ճիշտ է, նեղությունից է, մեկը ծույլ է, մեկը չի կարող ուսանել եւ այլն, եւ տարբեր են պատճառները, բայց ես իրենց կարդարացնեմ բոլորին, քանի որ նրանք ուխտ չեն արել։ Իսկ այս մարդիկ ում են խափել, Աստծուն չեն կարող խափել, չէ՞, փաստորեն խափել են, բայց Աստված իրենց համար գեհենի կրակներն է պատրաստել։ Հիմա ես չեմ ուզում հայ ժողովուրդը նրանք առաջնորդեն դեպի գեհենի կրակները, դժոխք են տանում ազգին։ Դուք խոսեցիք նաև Սամվել Կարապետյանի մասին։
Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանին ինչ դեր էր վստահված այս ողջ գործընթացում։ Ֆինանսավորումը, ահաբեկչությունների այդ process-ը, ինչու՞ չէ նաև քաղաքացիական պատերազմ հրահրելու փողով։ Իհարկե Սամվել Կարապետյանը փողոցները չէր քարշ գա։ Սամվել Կարապետյանը թագավորի պես վերջում պետք է կտրիչը իրան բերեր, նստածներ գահին, ասեր հավերժ իշխի Հայաստանի վրա եւ բռնապետություն թիվ 2 կառուցի, որտեղ թիվ 1 կառուցել էին արդեն Սերժն ու Ռոբը։ Ուրեմն նա կկառուցել թիվ 2 ավելի խայտարակ, ավելի սարսափելի։ Էս է ծրագիրը։ Գործիք է պետք է հանգուցալուծել այս իրավիճակը, ինչպես պետք է հանգուցալուծել։ Ի վերջո չի կարող այսպես երկար շարունակվել։ Իշխանությունների անընդհատ պնդում են, որ պետք է Գարեգին բան դնի կաթողիկոսությունից հրաժարվի ու դառնա կտրիչ Ներսիսյան, եկեղեցականներն էլ ընդհանրապես չեն պատասխանում հարցերին, խուսափում են ուղիղ պատասխանել կուսակցության ուխտը խախտելու վերաբերյալ հարցերից ու ասում են, որ դա եկեղեցու ներքին գործն է։ Հիմա ինչպես պետք է եզրափակվի այս ամենը։ Եկեղեցու ներքին գործը չէ, եկեղեցին ազգային կառույց է, եկեղեցին մեր ազգային եկեղեցին կառավարվում է ներքևից վերև, եթե ուսումնասիրեք եկեղեցու կանոնադրությունը։ Ես փաստերը դրել եմ անցած անգամ Լիլիթ Թասեւոսյանի հետ ժամանակին, որ մենք հարցազրույց արեցինք, կանոնները առաքելական, նաև ուրիշ կանոնները կարող առաքելական եւս եւ մյուս կանոնները կանոնագրքից բերել, որոնց հիման վրա Կտրիչ Ներսիսյանը ոչ թե կաթողիկոս չէ, նա չի եղել կաթողիկոս, նա խաբել է հասարակությունը 25 տարի, համարյա 26, խաբել է։ Նրան պետք է դուրս դնել, պետք է ԱԱՑ-ի աշխատակիցները մտնեն վանք, պոլին պարկացնեն ասֆալտին, ոնց որ ասում են, ու դուրս շպրտեն այնտեղից։ Չէ, ես իրան բանտի դուրն եմ ուղիղ տանելու։ Վարչապետը կարծես դեմ է այդ տարբերակին եւ ասում է, որ քրիստոնեաբար, եղբայրաբար պետք է հանգուցալուծել եւ քրիստոնյայի հետ քրիստոնեաբար կվարվեն։ Ես հիմա կասեմ ինչ է արտահայտել Մարգարիտա Սիմոնյանը, Եզրասի իր մանկապիղծ, որի վրա նորից փաստերն ունեմ, եղբոր այդ կեղտի աշխարհի կանոնը Բուրջո Ներսիսյանի պատվերով ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին, հա, վարչապետի, Հայաստանի Հանրապետության, երկրի պետական առաջին դեմքի, ասել է հակաքրիստոսի ուրեմն հետանցքն է։ Ես կասեմ հետևյալը, Կտրիչ Ներսիսյանը հակաքրիստոսի հետանցքն է։ Եվ պետք է պոլին պարկացնել իրեն։ Ես պահանջում եմ իբրև հոգևորական իմ բոլոր եղբայրների անունից, որոնք հալածված են, որոնց անօրինական հեռացրել են եկեղեցուց, որևէ մեղք մենք չենք գործել, եւ իրենց համեմատ մենք կարող ենք Սուրբի դասին դասվել։ Իրենց համեմատ, քանի որ այսօր Սուրբերի դասին դասվեց Սամվել Կարապետյանի զույգը, ամուսինները, եւ այդ նկարը Վեհարանի պատին փակցրեցին։ Այդ խայտարակությունը ու սրբապղծությունը տեսել եք դուք։ Գնացեք Մոսկվայի առաջնորդարանում էլ տեսեք, որ մի նկար են արել Վարդանանքի, այնտեղ Վարդան Մամիկոնյանի եւ ուրեմն բանի Քաղանայի, Ղևոնդ Քաղանայի բանի դեմքերը փոփոխված են, այնտեղ Եզրասն ու Գարեգին կճանաչեք նրանց փոխարեն։ Դուք հասկանում եք ինչ խայտարակ սրբապիղծ մարդիկ են իրենք։ Իրանք եկեղեցու գմպետների վրա ջնջում են ավետարանի խոսքը, գրում են, որ այսինչ մարդը եկեղեցին վերանորոգեց, ով Կտրիչ Ներսիսյանի եղբայրը, Բուրջո Ներսիսյանը, որը այսօր բոլոր քահանաներին բերել է Ռուսաստանի նոր Նախիջևանի թեմը թափուր է այսօր։ Հավաքել է քահանաներին բերել է, որոնց հետ պարկում է ինքը, բոլորի հետ ինքը կենակցում է, այստեղից նորից հաստատում եւ հայտարարում են, բերել է այնտեղ, որպեսզի պաշտպանեն իրեն։ Հիմա եթե ձեր բոլոր գնահատականները հաշվի առնենք, ցմա ազատազրկում է սպառնում Գարեգին։ Այո, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը բանտում հայտնվի, ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը շատ բարի է վերաբերվում, ասում է քրիստոնեաբար, ես համարում եմ, որ քրիստոնյա հետ է քրիստոնեաբար վարվում, հակաքրիստոսի հետանցքի հետ վերաբերվում են այլ կերպ։ Պոլին են պարկացնում, ասֆալտին են պարկացնում եւ կալանավորում են։ Ես թող գնա ամուսնացյալ քահանաները ըստ էության տրամաբանությամբ պետք է որ իրենք ամենաշատը շահագրգռված լինեն, որպեսզի այս խնդիրը հանգուցալուծվի, որովհետեւ իրենք ի տարբերություն կուսակրոն քահանաների չեն կարող բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել զուտ նրա համար, որ իրենք կուսակրոն չեն, իսկ մարդիկ կուսակրոնություն են ստանձնել ու չեն պահում այդ ուխտը։ Հիմա ձեր ունեցած տվյալներով կան արդյոք կուսակրոն ոչ ամուսնացյալ քահանաներ, որոնք
դեմ են Կտրիչ Ներսիսյանի պաշտոնավարման շարունակականությանը ու ինչպիսի դիրքավորում ունեն իրենք եկեղեցում։ Ուրեմն մի փոքր մեջբերում եմ ուզում անել Գևորգ Սարոյանը նորից չեպիսկոպոսը իր համագյուղացին, որը քանդել է ընտանիքը եւ մենք նկարը հանել ենք այս ամենը դրել ենք Facebook-ի էջով, տարածվել է այն մասին, որ նա քանդել է ընտանիքը ասելով ամուսնուն, որ բռնվել է կնոջ հետ, որ ես չեմ հասկանում ընտանիքը ինչ բան է, չգիտեմ, այսօր խոսում է այն մասին, կուսակրոնության մասին է խոսում։ Ուրեմն ես գիտեմ, որ եպիսկոպոսական դասի մեջ այսօր թակ քննարկումներ են գնում, մի մտածեք, որ բոլոր կուսակրոնները սրիկա են, ոչ։ Ես գիտեմ շատ լավ տղաներ կան այնտեղ եւ աբեղաներ եւ վարդապետներ, որոնք յախա են թափ տալիս եւ եպիսկոպոսների մեջ են մաքուր մարդիկ կան, այդպես չի որ մենակ ամուսնացյալներին զորով շարով այսօր շանտաժով որ ընտանիք պիտի պահես, պիտի այսպես բաներ խոսես։ Իրանք չեն ցանկանում ելույթ ունենալ, բացառությամբ իր այսպես ասած մանկլավիկների, այո, մանկլավիկներ ունի նա, որոնք կխոսեն։ Բայց մեծ մասը, ես ասում եմ, 90%-ը հոգևորականության ոչ թե ամուսնացյալների, ընդհանուր հոգևորականության 90%-ը իրենից զզված է, ահաբեկված է եւ ուղակի վախի սպառնալիքի մտնոլորտում, որ չգիտի անորոշություն է այսօր, քանի որ փաստորեն ես կարծում եմ, որ հապաղում է վարչապետը եւ հապաղում է ուրեմն պետությունը։ Այս հարցը պետք է հանգուցալուծվի վարկյան առաջ։ Նա պիտի դուրս գա այնտեղից։ Ինքը իրավոտով երբեք դուրս չի գա։ Ես ուզում եմ հայտարարեմ երկրի վարչապետին դիմելով խնդրանքով, որ սիրելի վարչապետ, երբեք ճանաչելով 86 թվականից Կտրիչ Ներսիսյանի բնավորությունը, իր մարդկային որակները, նա երբեք ինքնակամ աթոռից չի իջնի եւ չի հեռանա։ Նրան պետք է կալանավորել եւ փաստորեն քանի որ ես անձամբ տվել եմ պետությանը դիմումներ եւ վարույթ է իրականացում քրեական ֆիգուրանտներ են, ես չեմ ուզում բոլոր անունները տամ ֆիգուրանտների, բայց ինքը գլխավոր ֆիգուրանտ է եւ նաեւ պետք է ներգրավել Բագրատի եւ ուրեմն Միքայելի այդ գործի մեջ նաեւ իրեն որպես գլխավոր ֆիգուրանտ, նա պետք է այդ եկեղեցուց նորից պետական միջամտությամբ դուրս բերվի։ Նա երբեք նա ճանապարհներ է որոնում, գիտեք որ Ռուսաստանի մեջ իր եղբայրը տարբեր բաներ է որոնում, որպեսզի այնտեղը ճնշում բանեցվի պետության վրա, որպեսզի քրեաօլիգարխիաները այնտեղ քրեաօլիգարխները ինչ որ բաներ մոկոնեն։ Ամեն ելք իրանք բան կանեն այսօր, ջան կդնեն, որովհետև իր համար այս գահի վրա մնալը կյանքի եւ մահու խնդիր է։ Եվ բնականաբար այս հարցը միայն հանգուցալուծվելու է պետական կառույցների աշխատանքով։ Ես շնորհավորում եմ ԱԱՑ-ի տնօրենին, նորանշանակ իմ էջում դա հրապարակել եմ, վստահ եմ, որ նա ազնիվ մարդ է եւ նա պետք է այսօր գործի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի, հանուն անկախության եւ ինքնիշխան պետականության շահերի եւ պետք է կալանավորի օր առաջ Կտրիչին։ Նա պետք է հեռացվի այնտեղից։ Շնորհակալ եմ Տեր Սահակ։ Շնորհակալություն ձեզ։ CVK-ի եթերում զրուցեցինք Տեր Սահակ Քանայի հետ, ով կարգալույծ է եղել Կտրիչ Ներսիսյանի ապօրինի որոշմամբ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։